Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են, որ այսօր ժամը 21-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը, նշելով, որ Միրզոյան-Ռուբիո հանդիպումից հետո նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ 2025 թվականը կարևոր էր պաշտպանության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից։ Սուրեն Պապիկյանը ամփոփել է 2025 թվականի աշխատանքները, խոսելով ոլորտի ծախսերի, սպառազինության, տեղական ռազմարդյունաբերության, ոլորտային բազում խնդիրների ու ծրագրերի արդյունավետության մասին։ Ռուսաստանյան պետական քարոզչության ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանը կորցնելը լուրջ խնդիր կլինի, չբացառելով Ուկրաինայի սցենարով հատուկ ռազմական գործողության հնարավորությունը մեր հանրապետությունում։ Սոլովյովի հայտարարությունները լայն արձագանք են ստացել Հայաստանում։ Չնայած Իրանում հայտարարված երրորդյա սուքին երկրում շարունակվող սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ ազգային արժույթի արժեզրկման ֆոնին զանգվածային անկարգությունները նոր թափ են ստացել։ Ըստ որոշ տեղեկությունների բողոքի ակցիաների հետևանքով արդեն 2000 զոհ կա։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականին բացառիկ նվաճման է հասել։ Մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է ստացել։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են, որ այսօր ժամը 21-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ Միրզոյան-Ռուբիո հանդիպումից հետո նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորությամբ պատվիրակություն է Բաքվում, որտեղ երեկ նրանց ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Ամերիկյան եւ ադրբեջանական կողմերը քննարկել էին Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները։ Բաքու այցից հետո պատվիրակությունը կայցելի Երևան։ Այս մասին հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ 2025 թվականը կարևոր էր պաշտպանության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից եւ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը մինչեւ 1.5 տարի առանցքային եւ շրջադարձային փոփոխություններից մեկն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Այս մասին 2025 թվականի աշխատանքների վերաբերել ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է ոլորտի ծախսերի, սպառազինության, տեղական ռազմարդյունաբերության, ծառայության կրճատման, զինծառայողների, արձակուրդների, ատեստավորման եւ ոլորտային բազում խնդիրների ու ծրագրերի արդյունավետության մասին։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2025 թվականը պաշտպանության ոլորտում կարելի է բնութագրել որպես համակարգային բարեփոխումների տարի։ Այդ մասին 2025 թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով թվեր, փաստեր, նաև ռազմավարական ուղղություններ, որոնք նախարարի գնահատմամբ էապես փոխել են բանակի դիմակիցը։ Պաշտպանական ծախսերի աննախադեպ աճ։ Սուրեն Պապիկյանի խոսքով 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 664 միլիարդ դրամ, որը համարժեք է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլարի։ Համեմատության համար նշվեց, որ 2018 թվականին ՊՆ բյուջեն կազմել է ընդամենը 245 միլիարդ դրամ։ Այսինքն նախահեղափոխական 2018 թվականի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ընդգծեց Պապիկյանն, արձագանքելով այն քննադատություններին, թե պաշտպանության ոլորտին հատկացվում են քիչ միջոցներ։ Նա նաև տեղեկացրեց, որ 2025 թվականին ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են ավելի քան 57 միլիարդ 702 միլիոն դրամ, ինչը գրեթե եռակի գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը 17.7 միլիարդ դրամը եւ ուղղված է զորանոցային ֆոնդի, ենթակառուցվածքների եւ կենսապահովման պայմանների բարելավմանը։ Շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե ծախսերի եւ թե ընդհանրապես ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։
Զորակոչի աճ եւ ծառայության ժամկետի կրճատում։ Պապիկյանը շեշտեց, որ 2023 թվականի համեմատ 2025-ին գրանցվել է զորակոչի 19% աճ, ինչը ըստ նրա համակարգային բարեփոխումների արդյունք է։ Զինվորական ծառայության ժամկետի կրճատումը մինչև 1.5 տարի նախարարն անվանեց երրորդ հանրապետության պատմության մեջ շրջադարձային բարեփոխում, ընդգծելով, որ որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին եւ ամրագրված է կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրում։ Այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Արձակուրդներ, սոցիալական երաշխիքներ եւ վերաբերմունքի փոփոխություն։ 2025 թվականի ժամկետային զինծառայողները 1.5 տարվա ծառայության ընթացքում կունենան 21-ից 30 օր արձակուրդ, 30 օր սահմանային ծառայություն իրականացնողների համար, 21 օր թիկունքային զորամասերում ծառայողների համար։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է անմիջապես օգտվել երկօրյա արձակուրդից։ Ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա երկօրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի այդ երկու հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող։ Ատեստավորում եւ աշխատավարձերի զգալի բարձրացում։ Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորեց ատեստավորման գործընթացը, որի արդյունքում զինծառայողները կարող են իրենց աշխատավարձին ավելացնել 205,000-ից մինչև 470,000 դրամ։ Նրա խոսքով ծրագրի մեկ տարկիծի վեր մասնակիցների 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը, ինչն էապես փոխել է բանակի նկատմամբ վերաբերմունքն ու բարձրացրել ծառայողների մոտիվացիան։ Պակաս կարևոր չէ նաեւ բնակապահովման ծրագիրը։ 2020 թվականից գործում է սպայական եւ ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոթեկային վարկավորման ծրագիրը։ Սրա շրջանակներում 2170 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն, որի համար հատկացվել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2022-ից 25 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային ապահովում ունեցող կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, զոհված մահացած եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար ծախսվել է շուրջ 8 միլիարդ 174 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է շուրջ 630 շահառուի։ Պաշտպան հայրենիաց ծրագիր երկարաժամկետ ծառայության խթանում։ Պապիկյանը հայտարարեց, որ Պաշտպան հայրենիաց ծրագրում իրականացվում են փոփոխություններ։ Եթե նախկինում 5 տարվա ծառայությունից հետո զինծառայողները ստանում էին 5 միլիոն դրամ պատվովճար, ապա այժմ պայմանագիրը հնարավոր է երկարաձգել եւս 2 կամ 5 տարով։ Այսպիսով 2 տարվա համար 1.5 միլիոն դրամ, 10 տարվա հանրագումարով 10 միլիոն դրամ պատվովճար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ այս պահին ծրագրով ծառայություն է իրականացնում 4234 զինվորական։ Նպատակը պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականությունն ապահովելն է։ Շարունակաբար աճը արդեն իսկ դիմումների մասին է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում։ Այսինքն միայն ամառային զորակոչից, որը դեռ սկիզբն է, եւ ես լիահույս եմ, որ մինչեւ պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա եւս 200 հոգով նվազագույնը։ Այսպիսով մենք կունենանք առավելագույն թվաքանակ բոլոր զորակոչերի նկատմամբ մինչև 1000-1100 մարդ։ Կանայք զինված ուժերում։ Անդրադառնալով կանանց ներգրավվածությանը Պապիկյանը նշեց, որ թեև տեմպը լիովին գոհացուցիչ չէ, բայց ծրագիրն արդյունք է տալիս, միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է մեծացնել ծրագրի արդյունավետությունն ու հետաքրքրությունը։ Արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ եւ ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում զինված ուժերում եւ նրանց զգալի մասը մոտավորապես 70%-ը հետագայում զինված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում ու հիմնական մասը սպա է դառնում։ Խոսում ենք հավասարությունից, բայց երբ այդ հավասարության հնարավորությունը ընձեռվում է,
Մենք խուսափում ենք այդ հավասարությունից օգտվել։ Հիմա եթե չլիներ, ասելու եք տեսեք, կանանց հնարավորություն չի ընձեռվում, այ որ կանանց թողային, գիտեք տասնյակ հազարավոր հայուհիներ կզինվորագրվեին հայրենիքի ծառայության։ Ես չեմ բացառում, որ այսօր էլ հայուհիները ունեն այդ ցանկությունը, մեր քաղաքացիները ունեն այդ ցանկությունը, բայց խանգարում է կարծրատիպերը։ Տեղական ռազմարդյունաբերություն եւ սպառազինության դիվերսիֆիկացիա։ Պաշտպանության նախարարն ընդգծեց սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիայի կարեւորությունը, միաժամանակ շեշտելով տեղական արտադրության զարգացումը։ Եթե 2022 թվականին տեղական ընկերությունների հետ կնքվել էին 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր, ապա ներկայում գործող պայմանագրերի ծավալը հասնում է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։ Նաեւ կարեւորում եմ 2026-2028 թվականների Երամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին։ Սա ռազմաարդյունաբերության զարգացման, դրա շարունակական բարելավման ուղղությամբ էական ներդրում եմ համարում մեր կողմից։ Միայն 2026 թվականին նախատեսում ենք տեղադրել շուրջ 150 միլիարդի պատվեր տեղական ռազմաարդյունաբերությանը եւ սա գործող պայմանագրերին զուգահեռ էական ներարկում է այս ոլորտին, որպեսզի նրանք կարողանան զարգանալ ու շարունակական զարգանալ։ Նոր համազգեստ առանց ամբողջական գնման։ Պապիկյանը հերքեց տեղեկությունները, թե Պաշտպանության նախարարությունն արդեն իրականացրել է նոր համազգեստի ամբողջական գնում։ Նրա խոսքով ամերիկյան ընկերությունների հետ պայմանագիրը նախատեսում է միայն փորձանմուշների, տեխնիկական նկարագրերի եւ փորձարկման խմբականակի տրամադրում։ 2026 թվականին արդեն նախատեսվում է բաց գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաեւ տեղական արտադրողները։ Նա հավելեց, որ նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նոր համազգեստի վաճառքը խանութներում կարգելվի։ Այն որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպեսին պիտի լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է։ Մենք հստակեցնում ենք նաև այս փուլում առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կունենանք նաև ամենօրյա համազգեստի եւ տոնական համազգեստի նմուշները որոշակի խմբականակով, դա նույնպես կանցնի իր փորձարկման փուլը եւ 26 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։ Կարգապահություն եւ անվտանգություն։ Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ 2025 թվականին զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել։ 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման եւ երկուսը առողջական խնդիրների պատճառով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ ընդ որում այս թվերը բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են, հարգելի գործընկերներ ու հայրենակիցներ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ դիտարկում են եւ ուսումնասիրում բոլորային կեղծ հիվանդության դեպքերը, որոնք օգտագործվում են բանակից ազատվելու համար։ Ի դեպ, նա ասաց, որ աշխատանքից ազատել է այն աշխատակիցներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացի են։ Սահմանային իրավիճակ։ Պապիկյանը հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինծառայողներին, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին շփումներ չկան։ Անդրադառնալով Սև լճի դիրքին, նա նշեց, որ հայկական զինվորները ստիպված են անցնել ադրբեջանական դիրքի կողքով, որպես այլընտրանք դիրքը լքելուն։ Կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու։ Բայց այն, որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը մանավանդ մեր օրերում, երբ այսօր ունենք խաղաղություն, փաստացի եւ ըստ էության ինչ նկարագրում եք, դա տեղի չի ունենում։
Այսպիսով նախորդ տարին պաշտպանության ոլորտում ձևավորվեց որպես բարեփոխումների տարի։ Բյուջեի կտրուկ աճից մինչև ծառայության ժամկետի կրճատում, սոցիալական երաշխիքներից մինչև տեղական ռազմարդյունաբերության զարգացում։ Սուրեն Պապիկյանի գնահատմամբ այս ամենը հիմք է տալիս 2025-ը բնութագրել որպես գերարդյունավետ եւ համակարգային փոփոխությունների տարի Հայաստանի պաշտպանական համակարգում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանյան պետական քարոզչության ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանը կորցնելը լուրջ խնդիր կլինի, չբացառելով Ուկրաինայի սցենարով հատուկ ռազմական գործողության հնարավորությունը նաև այլ երկրներում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի։ Սոլովյովի հայտարարությունները Հայաստանում լայն արձագանք են ստացել։ Իշխանական եւ ընդդիմադիր գործիչները դրանք գնահատել են որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիք։ Հայկական կողմը արձագանքել է նաև դիվանագիտական մակարդակով։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ եւ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։ Потеря Армении – вот это гигантская проблема. Ռուսաստանյան պետական քարոզչության առաջատար դեմքերից մեկը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանը կորցնելը լուրջ խնդիր կլինի։ Նա նշել է, որ Մոսկվան չպետք է այսօր զբաղվի Սիրիայով կամ Վենեսուելայով, ընդգծելով, որ Ռուսաստանի համար առավել ցավոտ են իր անմիջական ազդեցության գոտիներում, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Սոլովյովի խոսքով, եթե Ռուսաստանի ազգային անվտանգության նկատառումներից ելնելով հնարավոր է սկսել հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում, ապա նույն տրամաբանությամբ հնարավոր է նման գործողություններ իրականացնել նաև այլ երկրներում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Սոլովյովի այս հայտարարությունը Հայաստանում լայն արձագանք է ստացել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ հնչող սպառնալիքներին պատասխանն առավել ակտիվ խաղաղաշինությունն է։ Մեկ նայեք աշխարհին։ Մեկ տեսեք այս փոթորիկը, որ աշխարհում տեղի է ունենում, եւ Հայաստանը, որն ամրապնդում է իր խաղաղությունը, Ադրբեջանի հետ սկսում է առևտուր, Թուրքիայի հետ մտնում է հարաբերությունների կարգավորման նոր փուլ, Տրամփի ուղու գործարկման շուրջ է աշխատում, սա ինչ է։ Սա մեր ինքնիշխանության ամրապնդման վառ օրինակներ են։ Եվ իհարկե հիմա հնչում են նորից սպառնալիքներ մեր ինքնիշխանության դեմ։ Ինչ պիտի մենք անենք։ Մենք պիտի տասնապատկենք մեր ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ։ Սա է մեր ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքը եւ սա է լինելու մեր պատասխանը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւս Facebook-յան իր էջում անդրադառնալով Սոլովյովի հայտարարությանը գրել է. «Շունը հաչում է, քարավանը գնում։ Շունն այս դեպքում Սոլովյովն է, իսկ քարավանը մեր սիրելի երկիրը, որը գնում է դեպի անշրջելի խաղաղություն եւ զարգացում»։ Ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանը Սոլովյովին համարելով ռուսական պրոպագանդիստ նշել է, որ վերջինս հրապարակայնորեն Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կոչ է անում։ Վլադիմիր Սոլովյովը նորվա հարթուղեղը չի, նա իր հարթուղեղությունը բազմաթիվ անգամներ է ապացուցել ու նրա այս տխմարաբանությունը ու այս ռետորաբանությունը ընդհանրապես նորություն չի նաև նրա թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի անկախության նկատմամբ, բայց այդտեղ մի ուրիշ հետաքրքիր բան կա, բա ուր են մեր ընդդիմադիրները։ Ուր են մեր այն ընդդիմադիրները, որ ադրբեջանական մամուլում ինչ որ մի Չ կլասի փորձագետի ազգուշ կամ թեկուզ հենց թշնամական, այո, բառակապակցությունից միանգամից այդպես թուրն առնում ու ընկնում են իշխանությունների կներեկարտադրությանս համար ջանին։ Բա տեսեք ինչեր են ասում։ Բա ժողովուրդ ջան, Վլադիմիր Սոլովյովը, ձեր սիրելի, նման արտահայտություն արել։ Ասա Հայաստանի դեմ Ռուսաստանը պետքա փաստացի պատերազմ սկսի։ Բա ինչից են չեք անում։ Ազգային ժողովի падգամավոր Ալխազ Ղազարյանը նշել է, որ Սոլովյովի եւ նրա գաղափարակիցների համար Հայաստանը դիտարկվում է որպես ազդեցության տարածք, այլ ոչ թե ինքնիշխան պետություն։ Սոլովյովն այս հարցում գործընկերներ ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում։ Դրանք այն շրջանակներն են, որոնք ժամանակին պատվո շքանշաններ են կախել Սոլովյովների ու Սիմոնյանների վզից եւ այսօր էլ լռում են, վախենալով հակադարձել իրենց պատվո շքանշաններին, որը բացահայտ կոչ է անում ռազմական ագրեսիա նախաձեռնել եւ փաստացի օկուպացնել Հայաստանը։ Դրա պատճառը մեկն է, նրանք բոլորը համակարծիք են այն մտքին, որ Հայաստանը երրորդ երկրի ազդեցության տարածք
տարածք է։ Մինչդեռ Հայաստանը այսօր վերականգնել է իր ինքնիշխանությունը եւ դրանց քաղաքական նպատակը հենց դա է՝ զրկել Հայաստանին այդ ինքնիշխանությունից, կրկին դարձնել ազդեցության տարածք, ֆորպոստ եւ գուբերնիա։ Ազգային ժողովի падգամավորներ Արփի Դավոյանը, Հասմիկ Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը եւս արձագանքել են Սոլովյովի հայտարարություններին։ Վերջինս նշել է, որ հատուկ ռազմական գործողություն ձևակերպումն իրականում նշանակում է պատերազմ ինքնիշխան պետության դեմ եւ անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների եւ միջազգային իրավունքի հետ։ Վարդանյանը շեշտել է, որ խաղաղությունը չի կարող հաստատվել այլ պետության ներքին գործերին միջամտելով։ Իշխանության կողմից բազմաթիվ հորդորներից ու գրառումներից հետո որոշ ընդդիմադիր նախկին падգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ ռուսաստանցի որոշ գործիչներ տարածաշրջանի մասին խոսելիս հանդես են գալիս փղի ապակեղենի խանութում վարքագծով, ինչը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը որևէ ազդեցության գոտի չէ եւ չի կարող դիտարկվել որպես ճնշման կամ պատժման օբյեկտ։ Սալավյովի նման հայտարարությունները ոչ միայն անհարգալից են Հայաստանի պետականության նկատմամբ, այլ նաև վնասում են հայ-ռուսական հարաբերություններին։ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր է եւ որևէ երկրի կամ անձի կողմից ուժի, ճնշման կամ ապակայունացման սպառնալիքը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Եվ մեր Հայաստանի Հանրապետության շահը խաղաղ, կանխատեսելի, ինքնիշխան քաղաքականությունն է եւ մենք մերժում ենք ցանկացած հիբրիդային կամ բացահայտ սպառնալիք։ Այնպես որ Սալավյովը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Նշենք, որ Սոլովյովի հայտարարություններից հետո Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում ընդգծվել է, որ պետական հեռուստաընկերության եթերում հնչած հայտարարությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն եւ խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները փոխանցվեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանատնից։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հրավիրվել է նախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։ Բողոքի հայտագրում խոր վրդովմունք է արտահայտվել պետական մեդիա հոլդինգի մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը։ Այս մասին էլ հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, հաստատելով, որ դեսպանը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի նոտա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Չնայած Իրանում հայտարարված երրորդյա սուգին երկրում շարունակվող սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ ազգային արժույթի արժեզրկման ֆոնին զանգվածային անկարգությունները նոր թափ են ստացել։ Միաժամանակ հասարակության մի հատված դուրս է եկել փողոցներ աջակցություն հայտնելու երկրի ղեկավարությանը։ Թեհրանում եւ այլ խոշոր քաղաքներում անցկացվել են իշխանամետ բազմամարդ հանրաքաղաքներ, որոնց մասնակցել է նաեւ նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանում շարունակվող հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին երկրի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ իշխանությանն աջակցություն հայտնելու համար դուրս են եկել փողոցներ։ Իշխանամետ հանրահավաքներ են անցկացվել Թեհրանում եւ այլ խոշոր քաղաքներում։ Իրանական ԹԱՍԻՄ գործակալությունը հայտնում է, որ Թեհրանում կազմակերպված իշխանամետ ցույցին անձամբ մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ցուցարարները վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» կարգախոսները, ձեռքերին պահել Իրանի դրոշն ու գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի դիմանկարները։ Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին ազգային արժույթի աննախադեպ արժեզրկման բարձր գնաճի եւ սոցիալ-տնտեսական ծանր վիճակի ֆոնին։ Սակայն կարճ ժամանակ անց այդ ցույցերը ստացել են նաեւ քաղաքական բնույթ, որի ընթացքում եղել են բախումներ իրավապաշտպանների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բազմիցս հայտարարել է, որ անկարգությունները հրահրվում են արտաքին ուժերի կողմից։ Նրա խոսքով Թեհրանն ունի
փաստաթղթեր, որոնք ապացուցում են հակակառավարական գործողություններում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ներգրավվածությունը։ Միաժամանակ Իրանի ղեկավարությունը վստահեցնում է, որ իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության տակ։ Իրանի վերջին շահի որդի թագաժառանգ Ռեզա Փահլավին էլ հայտարարել է, որ մշակել է Իրանի իշխանափոխության ծրագիր Իրանի բարգավաճման նախագիծ անվամբ։ Փահլավիի խոսքով ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից եւ մշակվել է ավելի քան 100 փորձագետների մասնակցությամբ։ Առաջին փուլը նախատեսում է 180 օրով արտակարգ դրության հայտարարում անվտանգության եւ պետական ծառայությունների շարունակականությանն ապահովելու համար։ Այնուհետև կանցկացվի կայունացման փուլ տնտեսական վստահության վերականգնմամբ, իսկ վերջին փուլում նախատեսվում են համազգային ընտրություններ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ալ Ջազիրային հայտնել է, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև երկխոսությունը շարունակվում է, ինչպես ցույցերից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում։ Նրա խոսքով Թեհրանն ուսումնասիրում է Վաշինգտոնից ստացված առաջարկները, սակայն ընդգծել է, որ սպառնալիքներն ու երկխոսությունները չեն կարող համատեղ գոյություն ունենալ։ Արաղչին վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է ինչպես երկխոսության, այնպես էլ հնարավոր ռազմական սցենարի, սակայն հույս է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը կընտրի խոհեմ ուղին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապվել են Վաշինգտոնի հետ եւ ցանկանում են բանակցել, սակայն նշել էր, որ հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է շատ խիստ արձագանքի տարբերակներ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ին հայտնել է, որ Թրամփը պատրաստ է ռազմական ուժ կիրառել, եթե դա անհրաժեշտ համարի։ Նրա խոսքով Իրանի միջուկային ծրագիրը, որը Թեհրանի հիմնական ճնշման լծակն էր, արդեն ոչնչացված է։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ կոչ է արել ամերիկացիներին լքել Իրանը զանգվածային ցույցերի, ինտերնետի անջատումների եւ տրանսպորտային խափանումների ֆոնին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում երկիրը լքել Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի ցամաքային սահմաններով։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է առաջարկել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ ի պատասխան ցուցարարների դաժան ճնշման։ Այս սահմանափակումները կարող են ներառել ԵՄ մուտքի արգելք եւ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ակտիվների սառեցում։ Այս ամենին զուգահեռ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, դատապարտելով Իրանի ներքին գործերին արտաքին միջամտության փորձերը եւ վերահաստատելով երկկողմ ռազմավարական գործակցությունը։ Իրավապաշտպան խմբերի տվյալներով դեկտեմբերի 28-ից սկսած ցույցերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 600-ը, այդ թվում տասնյակ իրավապահներ։ Իսկ Reuters-ը հղում անելով իրանցի պաշտոնյաներից մեկին հայտնել է, որ զոհվել է մոտ 2000 մարդ, պնդելով, թե այսպես ասած ահաբեկիչներն են մեղավոր քաղաքացիական անձանց եւ անվտանգության աշխատակիցների մահվան համար։ Ինտերնետի ու բջջային կապի անհասանելիության պատճառով անհնար է ստույգ տեղեկություններ ստանալ։ Իրանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, համադրելով տնտեսական ճգնաժամ, ներքաղաքական բախումներ, իշխանամետ եւ հակակառավարական ցույցեր, նաեւ աճող միջազգային ճնշում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է մահապատիժ նախկին նախագահ Յուն Սոկ Յուլի համար։ Նա մեղադրվում է ռազմական դրության հայտարարության եւ դրա անհրաժեշտության հիմնավորման հետ կապված կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Գազայի հատվածը վերահսկող արմատական իսլամիստական Համաս խմբավորումը հայտարարել է, որ իր կառավարող մարմիններին հանձնարարել է պատրաստվել իշխանությունը փոխանցելու պաղեստինցի տեխնոկրատների անկախ կոմիտեին։ Այն կկառավարի Գազան համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրադադարի ծրագրի։ Ակնկալվում է, որ այս շաբաթ Թրամփը կհայտարարի խաղաղության խորհրդի կազմը, որը կվերահսկի պաղեստինյան կոմիտեն։ Համասը եւ Պաղեստինի ինքնավարությունը դեռևս չեն հրապարակել տեխնոկրատների անունները, որոնք պետք է քաղաքականապես անկախ լինեն։ Պարզ չէ նաև, թե արդյոք Իսրայելն ու Միացյալ Նահանգները նրանց կհաստատեն։ Գազայի հատվածի վերաբերյալ գործարքը դեռևս իր առաջին փուլում է, քանի որ շարունակվում է ջանքերը վերջին իսրայելցի պատանդի մասունքները վերադարձնելու ուղղությամբ։ Լուծված չէ նաև կարևոր հարցերից մեկը Համասի զինաթափումը։ Իսրայելի պաշտպանության բանակի 3 տանկեր կրակ են բացել Միացյալ Նահանգների ժամանակավոր ուժերի առաքելության շրջանակներում Լիբանանի տարածքում տեղակայված իսպանացի խաղաղապահների բարեկախմբի ուղղությամբ։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 12-ին, երբ իսրայելական 3 տանկերը դիրքեր են զբաղեցրել Բուֆերային գոտուց հյուսիս, իսպանյան գումարտակի պատասխանատվության գոտում։ Միջազգային մյուսնորություններին տեսաշարով ծանոթացեք։
Ռուսական զորքերը երեքշաբթի վաղառավոտյան հարվածներ են հասցրել Կիևին եւ Խարկովին։ Խարկովում 1 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել, իսկ Կիևում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Միաժամանակ Ռուսաստանի Ռոստովի մարզի իշխանությունը հայտնել է, որ ՀՕՊ-ը հետ է մղել ուկրաինական օդային հարձակումը Տագանորգի ուղղությամբ։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածների մասին հաղորդումները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին անմոռանալի դաս տալ Իրանի դեմ հարձակման դեպքում։ Նրա խոսքով Իրանի պաշտպանները կարող են ոչնչացնել Միացյալ Նահանգների ամբողջ ներուժը Մերձավոր Արևելքում։ Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Թրամփը սպառնացել է աջակցել Իրանի դեմ նոր հարվածներին, հրթիռային եւ միջուկային ծրագրերի շարունակման, նաեւ ցուցարարների զոհվելու դեպքում։ Չինաստանը հայտարարել է, որ դեմ է ցանկացած ապօրինի միակողմանի պատժամիջոցների արձագանքելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակի պնդմամբ Պեկինը հետևողականորեն դեմ է մաքսատուրքերի խտրական կիրառմանը եւ կարծում է, որ ճնշումն ու հարկադրանքը չեն կարող լուծել խնդիրները։ Նա ընդգծել է, որ Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Նշվում է, որ Չինաստանը իրանական ապրանքների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլին։ Քննարկվել են Վենեսուելան, Իրանը եւ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Կողմերը կարևորել են Վենեսուելայում հակառակորդների ազդեցության սահմանափակումը, Ուկրաինայում խաղաղության առաջխաղացումը եւ Իրանին միջուկային զենքից զրկելու անհրաժեշտությունը։ Ռուբիոն եւ Վադեֆուլը վերահաստատել են Միացյալ Նահանգների Գերմանիա գործընկերության խորացման հանձնառությունը։ Վադեֆուլը նաեւ նշել է, որ երկկողմ տարակարծությունները կքննարկվեն երկխոսության միջոցով։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականին բացառիկ նվաճման է հասել։ Մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է ստացել։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ թիմը որակավորման փուլում ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Ղազախստանի, Դանիայի ու Ալբանիայի թիմերը։ Հայաստանի ազգային հավաքականը խմբային փուլը ավարտել է 16 միավորով, գրավել առաջին տեղը։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը B խմբում կմրցի Չեխիայի, Լիտվայի եւ Ուկրաինայի հետ։ Առաջին տուրում մեր թիմը հունվարի 22-ին կհանդիպի Ուկրաինայի հավաքականի հետ, 3 օր անց կմրցի Չեխիայի, հունվարի 28-ին Լիտվայի հետ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։